Հարկ նժդեհին այսօրվա եթերն էլ լրացնելու է միտքս մեկը մյուսին, բայց տարբեր երևույթների մասին է լինելու։ Սկսենք այն բանից, որ Ամերիկայի փոխնախագահը չի գալի Հայաստան Նիկոլի հրավերով։ Նիկոլը մենք գիտենք, որ կամազուրկ մարդ է, ինքը հապկանդամ երկրի խաղալիք է, ինքը չի կարող Պուտինի ուսերից թռնել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրորդ դեմքին հրավիրել իր երկիր։ Հաստատ չի կարող։ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենք են եկել, իսկ ռուսահպատակները սա միշտ Ամերիկայի հետ մերձեցումը կապել են մերձեցում ՆԱՏՕ-ի հետ, այսինքն ասել է թե Թուրքիա։ Իրենց խնդիրը Թուրքիան է, որ Ամերիկային ասոցացնեն Թուրքիայի հետ։ Հա, ու իրենք միշտ մոռանում են Հունաստանի պահը, երբ որ Հունաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց այնտեղ համարում եք թշնամիներ են մեկը մյուսի համար։ Սա ուղղակի միջայլոց ասեմ, որ այդ ռուսա-կրեմլահպատակները, որ ասենք Ամերիկայի հետ մերձեցումը համարում են մերձեցում Թուրքիայի հետ։ Իրենք չեն տեսնում, որ Նիկոլը ուղիղ դեպի Թուրքիա է գնում, առանց Ամերիկայի առանձբանի, իրենց տեր Պուտինի պարտադրմամբ, որտեղ Պուտին Էրդողան առուցախի հետևանքով է Նիկոլը գնում Թուրքիային, ինքնագլուխ չի գնում։ Այս չեն տեսնում, որ մարդը էլ ոչ թե Ամերիկայի միջնորդությամբ, ոչ թե չգիտեմ ես իմու միջնորդությամբ, գնում է Թուրքիա։ Ադրբեջան ավելի շուտ, նույնիսկ ամեն ինչ ուզում է Ադրբեջանի հետ կապի, հիմա այդ դրա մասին էլ պետք է խոսեմ։ Այդ չեն տեսնում, հենց Ամերիկայի անունը տալի ասում են, այդի Թուրքիա է։ Տղա, մարդ ուղիղ Թուրքիա է գնացել։ Էրդողանի նկարը ասենց կրծքի տակ նկարվել է։ Դու նոր բան ասա։ Հիմա եթե Հայաստանը Ամերիկա գնալով դա նշանակում է Թուրքիայի ենթարկվել, Վենսը չէր գա Հայաստան, Ամերիկայի փոխնախագահան չէր գա Հայաստան։ Կզանգեր Թուրքիայի արտգործնախարարին կամ մի հատ դեսպանի կամ մի բանի կասեր գնացեք այս հարցերով զբաղվեք։ Կհանձնարար էր թուրքերին։ Գնացեք զբաղվեք։ Բայց ինքն է եկել։ Այսինքն սա նշանակում որ ինքը այստեղ այսինքն Թուրքիայի հանդեպ վստահություն չկա։ Եթե Ամերիկան այդ Թրամփի ուղին այդ Զանգեզուրի միջանցքը որ պետք է արդեն լնում էր էլի։ Չէ՞ Ալիևը ոգևորված արդեն հեսա բան քարտեզներ էին գծել, բաներին արել, թուրքերը երկաթգից անգամ սարքեցին բան, չէ՞։ Պուտինի հետ պայմանավորված էր, չէ՞ ամեն ինչը։ Ինչի եկան ձեռքները դրեցին վրա, որ Զանգեզուրի միջանցքը դառնա թրիփ իբր։ Ու ժամանակ շահեն մինչև Պարսկաստանի հետ հարցերը լուծվի։ Սա չեն տեսնում, բայց որ ասում ես Ամերիկա ասրանք ասում, դա Թուրքիան է հենց։ Օրինակի համար, այս նախկինների, ասենք այդ քոչարյանական բաների, չգիտեմ, ես իմիջն է, էլի։ Ուրեմն հասկանանք, որ Ամերիկան չի վստահում Թուրքիային, դրա համար անձամբ ինքն է զբաղվում Հայաստանով։ Հայաստանը աշխարհում, չգիտեմ, որերորդ ինչ կարգի երկիր է, բայց եթե իրենք են արդեն զբաղվում, ուրիշներին չեն հանձնարարում զբաղվել, ուրեմն մեր դերակատարումը բարձրանում է։ Ասեմիջալը դա Ալիևն էլ է զգում, դրա համար է շտապում։ Շտապում է, որ սահմանադրությունը փոխվի, որ ինքը կարողանա, այս որ եկեղեցուն մեր բան են անվանել, ռևանշիստական կամ չգիտեմ, ես Ադրբեջանն է, չէ՞ ասել, որ դրանց փաշազադեներ, չէ՞ ասում, որ բանը ռևանշիստներ են եկեղեցին, որտեղ եկեղեցին իրենք Սարդարապետի ճակատամարտի լավ գիտեն, որ եկեղեցին զանգերը որ չհնչեցներ, Գևորգ 5-րդը չասեր, ես սուրը ձեռքից վանքի շեմին կպաշտպանեմ մեր արժեքները, այստեղ կմեռնեմ, բայց չեմ գնա։ Այսինքն ինքը ժողովրդին ազգին այդ երևույթով մղեց ինքնաոչնչացումից փրկվելու պատերազմի կենաց մահու պատերազմի մղեց կաթողիկոսը այն ժամանակվա դե հիմի մեր կաթողիկոսը այդ չի ինքը արդեն պետք է եթե կաթողիկոս լիներ զանգերը պետք է հնչեցրած լիներ բայց թուրքերը լավ գիտեն չէ դրա համար են ասում բաներ են որտեղ տերորիստներ են չգիտեմ եսի ինչեր են անունը դենց են դրել ու Նիկոլայի թալազանքները դրա համար է տանում լավ որ շատ բան չանեմ ասելս այն է որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անձամբ
հենց ուղիղ ինքն է զբաղվում Հայաստանով։ Եվ այդտեղ Թուրքիայի շահ չկա։ Եթե Թուրքիայի շահ լիներ, հիմա Սյունիքով այդ իրանց Զանգեզուրի միջանցքն արդեն թուրքերն ու ազերիները գնում ու գալիս էին։ Եթե Ամերիկա ասելով հասկանայինք Թուրքիա։ Եվ մենք ընտրությունների պատրաստելու ժամանակ պետք է իսկապես հստակեցնենք։ Ուրեմն ռուս-թուրքական այդ տանդեմին ծառայողներին կլինի նախկին, կլինի ներկա, կապ չունի։ Դրանք պետք է մի դաշտում ժողովուրդը թողի դրանց։ Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ, Ծառուկյան, Գագիկ, հա, Տաշիր Սամո, սրանք պետք է մի դաշտում մնան։ Ժողովուրդ, եթե դուք ուզում եք հստակեցում, սրանք պետք է մի դաշտում մնան, ազգայինը մի դաշտում։ Այս երկուսն իրար հետ պետք է առճակատվեն։ Հասկացաք, չէ՞։ Ոչ թե պետք է լինի հակամարտություն Ռոբերտի Նիկոլի միջև, կամ Ծառուկյանի Նիկոլի միջև, կամ Կարապետյանի Նիկոլի միջև, այդ դրանք բոլորը մի կողմում պետք է կանգնած լինեն, որպես պուտինականներ, բոլորն անխտիր։ Եվ մնացածը այս կողմում կանգնած լինեն։ Իհարկե Նիկոլի այն բաները, սազանդարները, ովքեր իբր արևմտամետ են, բայց գովերքում են Նիկոլի քաղաքականությունը, հապկին մնալու, չգիտեմ, ռուսին ենթարկվելու։ Դրանք են, այդտեղ են, դրանց աղբն է դա։ Տեսնում եք, Ծառուկյանը կամած բան է անում, վերակենդանանում է։ Իբր մարդիկ շատ են կարողանում, ասենք, քաղաքական թիմեր կան, հավաքվում են իրար հետ, որ մի լիդեր գտնեն, այդ մի լիդերի շուրջ պատտվեն, մարդն արդեն հայտարարել է, ես 3 տեխնացու ունեմ վարչապետի, մեկը մեկից հզոր։ Ու ինքը դրա մեջ չի, դե բնական է, երևի հասկացել է, որ Հայաստանի միակ կուսակցությունն է, որտեղ լիդերը ինտելեկտով զիջում է մնացածին։ Վերջի տեղում է ինքը։ Հասկանում եք։ Ու իր համար դժվար չի 3 տեխնացու ճարել։ Ինքը կարող ասի, բացի ինձանից բոլորը տեխնացու են։ Պատկերացնում եք, դաշնակցությունը իր այդ 140-130 տարեկան կուսակցություն է։ Չի կարողանում իրենից լիդեր անջատի, չի կարողանում, էլի 140 տարեկան քաղաքական թիմը չի կարողանում լիդեր ճարի իր համար։ Հələ այդքան փորձ ունեցողն էլ, դա Դոդի Գագոյի կուսակցությունից փորձ ունի։ Հələ Քոչարյանի հույսին են, էլի։ Հəմել Քոչարյանին թողել են տղու հույսին են։ Կապ չունի տղեն հասկանում է, չէ հասկանում։ Գլխի է, գլխի չի քաղաքականությունը ինչ է։ Պատկերացնում եք, դաշնակցություն, հալով չեն կարողանում մի հատ լիդեր 140 տարվա մեջ չեն կարողանում հասունացնեն մարդ, որի հետևից գնան։ Պարտադիր պետք է Քոչարյանն լինի կամ տղեն լինի։ Կապ չունի նրանց բանը մակարդակը, կրթությունը, հասկացողությունը։ Ես այս ինչի համար եմ սրանք մանրամասնում, որ ժորդ դուք կարող եք տեսնեք անգամ այնտեղ Քոչարյանի, Կարապետյանի, ասենք հակամարտություն, Ծառուկյանի խմբի, MUC-ի իրար քննադատեն։ Սա ուղղակի ջուրը պղտորելու գործողություն է, որ վերջում այնտեղ ընտրական հանձնաժողովը ինչ նկարի այդ պղտորության մեջ չերևա։ Ուրեմն պայմանավորում ենք, որ նախկին եւ ներկա, այսինքն Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ։ Սրանց շարավիղները կլինի Տաշիր Սամո, կլինի Ծառուկյան Գագիկ, չգիտեմ, կարող է եկուցել որ մի ուրիշն էլ sense աշկին գնի, հա? Դե հասկանում եք։ Սրանք բոլորը Կրեմլին ենթակա ուժեր են։ Սրանց բոլորին մի դաշտում պետք է նայենք, ազգայինին մի դաշտում։ Սա այս մասով, ասենք, անցնենք առաջ գնանք։ Ալիևը ինչու է շտապում։ Շտապում է, որովհետև երբ որ Պարսկաստանը իր համաձայնությունը տա, դե Թուրքիան էլ է, չէ՞, կռիվ է տալիս, որ Պարսկաստանը մնա ասենց ոնց որ կա։ Թուրքիա եւ Ադրբեջանի դերակատարումը լրիվ նվազում է, նույնիսկ խանգարում է արդեն։ Եւ սրանք իրենց այն Աբուբակյան, որ այսօր բենզին բերեցին, անասնակեր բերեցին, չէ՞, մարդկար ոգևորվեց, ասում է դե կարևոր է այժմ բենզին եք լցնում։ Ասենք ինքը
չի հասկանում էլի, որ ինքը այսօր էժան բենզին է լցնում, հետո կարող ասեն դե լավ ինչքան բենզին կա Ադրբեջանից բերեք, ինչքան ծորեն կա Ադրբեջանից բերեք։ Ինքը չի հասկանում, որ մի օր երբ որ դու ունենում ես կախում արդեն այդ Ադրբեջանից, մոնոպոլ է դառնում, ինքը արդեն տեղ ունի թանկացնելու կամ նույնիսկ կդրելու, կարող ամիսներով բենզին չունենաս։ Այսինքն այս պահին էժան բենզին օգտագործել չի նշանակում, որ դու փրկվել ես։ Ինքը ամբողջը վերցնում է իր ձեռքը, հետո մի օր կդրելու է, որ դու մնաս առանց բենզին։ Հիմա դու պետք է մտածես ապագայի մասին, թե այսօր որ էժան բենզին է, այսօր լցնենք եւ շարժվենք առաջ։ Այս կարգի մարդիկ տարբեր հասարակարգերում կան, որ բանը ճպուրի պես օրվա բանով ապրուստով ապրողներ են։ Ես բարոյականությունն էլ չի հետաքրքրում։ Եվ Ալիևը դա շատ լավ կիրառում է, օրինակ գիտի որ հանրության մեջ կարա, չէ, լինի մեկն ասի, ախպեր էժան բենզինա բերել ինչ ես բան անում, թող բերեն օգտագործենք, եմ մյուսն էլ արժանապատվություն ունեն, ասի, այսօր էժան ես օգտագործում, վաղը թանկացնելու է կամ էլ կդրելու է։ Չի հասկանալու։ Ու սրանց մեջ հակամարտություն է տեղի ունենալու։ Եվ այս հակամարտության հետևանքով Հայաստանում ժողովուրդը չի կարող համախմբվել։ Սա նաև մտցնում է հակամարտություն։ Ադրբեջանից էժան ապրանք Հայաստան մտցնելով հակամարտություն է առաջացնում Ադրբեջանը։ Մտովի գնանք Չինգիզ խանի ժամանակներ։ Օրինակ, ինչ էին անում Չինգիզ խանի զորավարները։ Երբ որ ուզում էին ինչ-որ մի քաղաք, մի շրջան կամ մի երկիր գրավել, իրենք սկզբից գնում էին բարի ասում են Չինգիզ խանն ասել է, ով կամավոր հանձնվի, նրանց չենք ավերելու, չենք մորթելու։ Հանձնվեք, մեզ հարկ տվեք, ապրեք։ Դրանք լավ գիտեն, որ այդ ժողովրդի մեջ արժանապատիվ մասան քիչ է լինելու, անարժանապատիվը շատ։ Այսինքն ովքեր համաձայնվելու են ավելի լավա չգան մեզ սրի քաշեն տանկ, քան են մարդիկ ասեն այ ախպեր ջան, բայց ինչի տանկ էլի։ Ես իմ վաստակը հարգում եմ, իմ չարչարանքը, ես իմ վաստակի տերն եմ։ Խի պետք է Մոնղոլը, ես իմ քանի 1000 կիլոմետր գա, ազդես բան տանի։ Ես գնացել եմ Մոնղոլից, բան ուզել եմ։ Այդպես մտածողները քիչ են, ոչ միայն հայերի շրջանում, այլ բոլոր հասարակությունների, բոլոր ազգերի մեջ։ Այսինքն Չինգիզ խանը, երբ որ գալիս էր ասում էր, եթե հանձնվեք ձեր կյանքը կխնայեմ, հարկերով կպրծնեք, կապրեք, եթե չէ գալու եմ սրի քաշեմ, ներսում հակամարտություններ է սկսվում։ Նախ արդեն իսկ ինքը արդեն այդտեղ ինքը լուրջ հաջողության է հասնում, ու հետո արդեն թե ռազմական, թե այլ ճանապարհներով ինքը կարող էր հաղթել այդ երկրին կամ այդ քաղաքին, կամ այդ գյուղին, կամ այդ նահանգին։ Իրենք այդպես առաջ են գնացել։ Ու շատ հեշտ գրավել են աշխարհը։ Մարդկանց մեջ հիմա այդ Ալիևը որ բենզին ու անասնակերն ուղարկում է, այստեղ մարդիկ ոգևորվում են։ Ու այն չէ ոգևորվողները, հասկացողները, որ այսօր սենց արես, վաղ ուրիշ բան է անելու։ Չէ՞։ Սրանց արճակատումը սկսվելու է։ Եվ դիտմամբ, չէ, համացանցով ցույց են տալի մարդիկ, այ ախպեր ինչ անենք թուրքականներ, ինչ է եղել։ Կարևորն էժան բենզինը լինի, բան, նստում կանացել մի ինքնավստահ բան։ Միգուցե դա էլ են իրենք հատուկ գտել են այդ վարորդին, ասել են, որ հարցնեն դու այս էրոնիայով, բանով, էլի թքել են ձեր արժանապատվության վրա, ձեր զոհերի վրա, ձեր բանակի վրա, ձեր երկրի վրա, թքած ունեմ էլ ինձ էժան բենզիներ, պետք է պսալյարկա պետք լցրել եմ, ասում ես եկել, ես ինչ ասում, հասկանաք, միգուցե էլի ասենք իրենք կարող այդ վարորդին սարկածել լինեն նույնիսկ այդ որ դες նկարում են գցում են ժողովրդի մեջ։ Սա առաջացնում է ժողովրդի մեջ գզվրտոց։ Հակամարտություն։ Վերջ, պարակտվեցին։ Հաղթելը հեշտ է լինելու։ Հաղթելը նման դեպքերում հեշտ է լինելու։ Պետությունն էլ գլխատված է իր մտավորականության առումով չունենք մենք։ Ազգային մտածելակերպ ունեցող մտավորականներ չունենք։ Որ ժողովուրդը հետևի դրանց խոսքին, ասեն, այս մարդ ծանրակշիռ մարդ է։ Ասենք Մարտիրոսյան չկա, էլի, որ ասենք ժամանակին բոլշևիկների ժամանակ փորձում էր թեկուզ խորհրդային միության ժամանակ Արցախը միավորել Հայաստանի, Նախիջևանը մարդը ցանկություն ուներ, բայց լսող չկար իրեն։ Այսօր չկա այդ Մարտիրոսյաններին կամ սրի են քաշել կամ առել են, իրենցով են դարձրել, գովերքում են, նրանք են գովերքում Նիկոլի քաղաքականությունը, ճիշտ է անում, բայց պետք է անեինք, բա ոնց պետք է լինեինք։ Մենք հասել ենք այս վիճակին։
Ուրեմն ցանկացած պետություն, ժողովուրդ, ազգ գոյատևում է արժանապատվության միջոցով։ Ժողովուրդ, արժանապատվությունն է ուժ տալի եւ հարգանք առաջացնում։ Այն որ ասում են, դու մեր երեխի հաշվին եք բանակ պահելու, պատերազմ անելու բան։ Ժողովուրդ, հազարավոր տարիներ հայրենիքը դա ամենաթանկ բանն է, որտեղ մարդը հայրենիքի համար իր զավակին տալիս է հայրենիքին, զինվորացու, որ գնա զոհվի։ Բոլոր ժողովուրդների մոտ էլ իրենց երեխեքն են գնում բանակը պահում։ Բանակը զորակոչ կատարում է երիտասարդների շրջանում։ Այսինքն իմ հայրենիքը ինձ համար այնքան թանկ է, որ ես իմ երիտասարդ որդուն տալիս եմ հայրենիքին, ասում տար 2 տարի իր կյանքը օգտագործի։ Մեր հայրենիքի անվտանգության աշխարհի բոլոր երկրներն այդպես են անում, բոլոր ժողովուրդները այդպես են անում։ Էս ո՞նց եղավ, որ հենց Նիկոլն եկավ դարձավ վարչապետ, մենք սկսեցինք էլ հակառակը մտածել, ասել ում երեխի հաշվին։ Հենց մեր երեխի հաշվին։ Սրանց 10 տարի առաջ բա ում երեխի հաշվին է իրանում։ Կամ այդպես մտածող, դու որ բանակ էիր գնացել։ Քո ծնող երեխան էլ դու էիր։ Երբևիցե հարց տալիս է, բա ով պետք է գա այս սահմանը պահի, եթե ոչ ես։ Դուք հասկանում եք, այսինքն այս իշխանությունը ինչեր է բերում ժողովրդի մեջ, ինչ խոսակցության, ինչ մակարդակի խոսակցություններ է բերում մտցնում, որ մարդու մեջ արտնասնում է մորթապաշտությունը, ում երեխի հաշվին։ Հենց քո երեխի հաշվին, հենց իմ երեխի հաշվին, դու հենց մեր հաշվին։ Պարսկաստանի բանակը Պարսկաստանի քաղաքացիներից է բաղկացած, երիտասարդներից։ Վրաստանի բանակը Վրաստանի երիտասարդներից։ Թուրքիայի բանակը Թուրքիայի երիտասարդներից։ Բա մեր բանակն ում երիտասարդներից պետք է լինի, եթե ոչ մեր։ Այդ ում երեխի հաշվին արդայություն ասողը անբարոյական չի։ Բա ինչ է։ Ֆայլը չէ պարակտում։ Մենք պետք է գիտակցենք մի բան, ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա, դրանք բոլորը պետք է լինեն գծից ենկում։ Իսկ Ամերիկայի քայլերը արդեն իսկ ցույց է տալիս, որ Ամերիկան եւ Թուրքիան այս տարածաշրջանում ընդհանուր շահ չունեն։ Հակառակ դեպքում Ամերիկայի կողմից նորից եմ կրկնում, Թուրքիայի որից է պաշտոնյայի կհանձնարարեն ասեն գնա այնտեղ կարգավորի բաները արի։ Չկա այդպիսի բան, չէ՞, չեք տեսնում։ Մնաք խաղաղությամբ։ Խոյեմ եղեք։